Իպազնութենե անորենության իմո, ամենակավ է ողոս մերոսին։ Որած յավեմ ես կրուտենե կավանած երգատից, և ոչ հոյից անքիս ամենագավ է ողոս մերոսին։ Արգացուցի սրտնդություն և շար առաջի կոարարի, գանտեցի պատկեր և պատմածուցի ծասումն ամենագավ է ողոս մերոսին։ Եվ ատեր, ոնորեն սանեն կզնու սրդիմով, և այցերի կաստուցենեքում է ամենագավ է ողոս մերոսին։ Մեղավ և զանորենությունին եսիցեքին եմ ամենագավ է ողոս մերոսին։ Աղաչեմ և ըրդենիք են ողից դեր ողից, և դիս որուսանեզիս տստանոն յարիմով ամենագավ է ողոս մերոսին։ Մի հավիդյան կարգանարինց դեր, և մի գիշեր շարիսնիմ, և մի բարգավորենզի սնտիչասնին երկնոր երկուչարյով, ամենագավ է ողոս մերոսին։ Սիդու աստված առաջավորատես, և իսկույցս պարելով յակով, որ անաժան են ամենագավ է ողոս մերոսին։ Ես ուծես իսս պացում ողորում կյանքում, և ես որդիքիցս կերծամին այն ավրս կենաց իմոց, ամենագավ է ողոս մերոսին։ Լսկես դեր, որնեն ամենայն զվարդում կետից, և վեր պարդ կապիտյանս ամեն։ Ախոր և որդվոր և ողնին սրպոր, Հաշմ և միշտ և արգյանս արգենից ամեն։ աղաչեմ և խշեմ կետեր ող ինձ մերոսին։ Ազնողորներ, ողորմերինց, Աստված կավյալս մեղավոր զիմեղավ և գեշով, Արարիչին Եսուս աստված, կզահիս եմ ու կյալ զարայս և ողորմերից պազաներիս։ ամենով նյալ սրպուղի և միշտուս աստվածածին Մարիամ, արևոսյար և ասնին մեղավորիս, Ամենայն սուրբ ու կաստուծով, արևոսուցեք արհայր երկինս լասն մեր մեղավորասս, Քրիստոս որդի աստուծո անոմագալ, ընգալ տավաճանց մեր, իգտերն են աղագիյալ անցինք մեր, ատուլ զուրկյան, սուրբ են ենթանարար, և բատվագան տաչիքով դեր, բատվանյալ ես։ Արապյան երս վեշտավ վաղով յանքով, որ եկյալ մահեսես մեզ ամտրով զիգվե և իշերի։ Եվ մարդասն յակով իշյազ մեզ դեր, իշյազ մեզ, որ ժամկաս արդյոքյալ տող և ողորմյան ես։ Եվ յավուշի կոստավանություն ավաշխարության, ավանով սրուսնյանի որտնի աստուծով, իցիկի սիրտսմեն, կնդրել կինման եսկավություն և ստողություն անցանասներով, վասն սինային կրենատունամողն աստվածակերակա, որն եգրի գավավորի կերարարածս և ասած, սինքը դիներ կարիշ մեղավորած, շուշտավաշխարված, շնորհելով վստահակից աշխատելով, ընծներով զանյակերյալս և զանյանյալս մեղավոր կավության, արց և այլ ամենեգր պանալյանացանքը, տենյասը զրկանցուց և լացուց առաջնիարարություններով, զիանցուցը իր մեջ ստացում ուղղացյան սանասպերով արևակապույրով, ամենագալ դեր աստված մեր կեցվա և ողորմյան։ Դեր աստված մեր, փրկիչը, որ ողորմած ես և կրթած, ամպերատար և արադատի, և դու մեղքնած մարդոց վրա թերելու բադիժը անոնց չայքներում։ Ցուն որ մեղավորին մահը չես կամենար, այլ ուզես, որ անիգա ինչար ընթացքեն թարնան և պրկվի։ Քու արած ողորմության պրտեր, մխիթարե մեզ, քու զարաներըտ, և ապաշխարության արից դուր մեզի, հաշտվե մեզ հետ, ով մարդասեր, և մեզ վերստի քու սուրբ եկեղեցի անդամ թարսուր, որպեսի հոգիով առողջացած, խոստովանությամբ և ապաշխարությամբ մտնենք ու սուրբ եկեղեցի, և ժողովրդիդ հետ միասին օրհնություն ու փառք տանք քեզի, օրը, որդիդ և Սուրբ Հոգիդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Ամափոր և որդվոր և ողջույն սրբով ամեն։ Ողջունեմ ձեզ սիրելի եղբայրներ և քույրեր, Աստծո օգին մեր վրա թողուլա, իմաստություն դա մեզի։ Ուրեմն այս շաբթվա խորհուրդը պետք է մենք մեզի ճանչնանք Աստծո առջև, որովհետև ընդհանրապես մեր թադողությունը, մեր անձի նկատմամբ
միշտ սխալ է։ Մարդը երկու փևերներու մեջ ինքսինք կճանչնա։ Անուսում է մեկը, մենք մեզի շատ սած կտեսնենք։ Մյուսնալ մենք մեզի շատ բարձր կտեսնենք։ Ամեն մարդ այս երկու զգացումներու մեջ կապրի։ Երբեմն մեկուն մեջ կապրի, երբեմն ուրիշ մեկու մեջ։ Երբեմն մեզ վատ մարդիկ կտեսնենք, մենք մեզի բարձր կզգանք։ Երբեմն մեզ լավ մարդիկ կտեսնենք, մենք մեզի ցած կտեսնենք։ Երբեմն ալ ուրիշ մարդիկ մեզի այդ բիտակները կփակցնեն եւ մենք այդ զգացումներու մեջ կտարապենք, կգենանք։ Ուրեմն ինչ է մեր ճշմարտությունը, մենք մեծ ենք, թե փոքր ենք։ Մենք այն անցնենք, որ Աստված մեզի գսել, թե մենք ով ենք, որովհետև ի վերջո Աստված գորոշ է, թե մենք ով ենք, մեր արժեքը ինչ է։ Ուրեմն երկու արժեք ունենք մենք Աստծո աչքին։ Մեկը իր ստեղծած, իր տված արժեքը։ Այսինքն Աստված մարդու մեջը իր շունչը դրավ։ Եվ այս շունչը մեզի Աստծո որդիները եւ թուստրերը կդարձնեն։ Այդ շունչը այնքան թանկագին է, որ անոր փոխարինելիք ոչ մեկ արժեք չկա։ Հետևաբար մեծակույն արժեքը մենք կառնենք աստվածությունը։ Աստված գսե մեզի, որ արժեքավոր է։ Հիմա մատանիմը մտածեցեք 10 քարակ աթամանտ ունի իր վրա։ Հիմա այդ մատանին իր արժեքը ոսկիեն չարներ, արձատեն չարներ, աթամանտեն գարն է։ Այդ աթամանտը գորոշ է, թե ինչ արժեք ունի այդ մատանին։ Հետևաբար, բոլոր մարդոց նայած ադենը Աստված անոնց մեջը դրած իր աթամանտը կտեսնե։ Կտեսնե եւ ասե, որ արժեքավոր է։ Նույնիսկ ամենեն մեղավոր է, նույնիսկ ամենեն անդեսվածը, նույնիսկ աղքատ Ղազարոս, երբ որ Աստված նայի, այդ աթամանտը կտեսնե։ Իր տված։ Աստոր վրա է, որ Հովհաննես 3:16-ին գկրվի, Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որպես անոր հավատացողը չգործվի, այլ ունենա հավիտենական կյանք։ Ինչու համար Աստծո որդին մեռնի աղբերուն համար, որդերուն համար։ Աստծո որդին չմեռավ թրջուններու համար, ջինջուղուկներու համար, արծիվներու համար, արյուծներու համար։ Աստծո որդին իր կյանքը տվավ մարդոց համար, ինչու ինչ ունի մարդիկ։ Եվ այս Աստծո որդին եկավ եւ ասավ, որ ես եկա հիվանդներուն համար, մեղավորներուն համար, որովհետեւ Աստված նայած ադենը այդ 10 քարատ աթամանտը կտեսնե մեր բոլորին վրա, նույնիսկ ամենեն մեղավորը ուղանք եւ գուցե փրկել անկար։ Իսկ մենք երկրորդ արժեքն ունենք Աստծո առջև, Աստծո աչքին առջև, որ անիգայալ մեր հաճողած արժեքն է։ Այսինքն Աստծո մեզի տվածներուն վրա մենք ինչ կտնենք։ Այսինքն այդ 10 քարատ աթամանտին վրա ինչ ոսկերչություն ըրերենք մենք։ Անիգայալ Աստված գուցե միասին կատարենք իրեն հետ, բայց Աստծո համար անիգայալ շատ կարևոր է։ Այսինքն մեր նկարակիրը, ով ենք մենք, ինչպես կապրենք, ուրիշներու հետ ինչպես կվարվենք, Աստծո հետ ինչպես ենք մենք։ Հետևաբար անիգայալ արժեք ունի եւ
այդ արժեքի պատճառով մարդիկ մարդոցմե գդարբեր։ Այսին ասված Նայազադենը մեզի հավասար չտեսնի։ Մենք հավասար չենք Աստծո աչքին արջը։ Հավասարությունը մեր օրինած բանն է։ Հավասարությունը ընկերության մեջ օրենքներու առջև հավասարություն է։ Օրենքին առջև բոլոր մարդիկ պետք է հավասար ուլան։ Բայց ճշմարտության մեջ այդպիսի հավասարություն չկա։ Ոստե եղած 100 մարդն, որ մեկը երկուքը իրար գնմանին եւ իրար հավասար են, կա այդպիսի բան։ Քո նստած մարդուն հետ հավասար ես դու։ Չէ, հավասար չես։ Օրենքի առջև հավասար ես, եթե դատարան երթաս, օրենքի համաձայն հավասար ես։ Բայց մենք բոլորս տարբեր ենք։ Հետևաբար Աստծո համար կարևորը այն է, որ մենք մեզի դվածներուն վրա ինչ կավերցնենք, ինչ գտնենք, որովհետեւ մենք Աստծո հաճելի ուղանք։ Անոր վրա մեր թրածներն ալ Աստծո հետ կորզակցության պետք է ուլան, բայց մենք պետք է չանք տապենք, պետք է աշխատենք, պետք է մենք մեր արժեքը բարձրացնենք։ Եվ անոր ամենեն կարևոր աշխատանքը, որ մենք մեր ամսին վրա գրնանք կատարել, աղոթքն է։ Ինչպես աթամանտը կգերդեն տարբեր սևեր կուտանանով, անիկա քրիստալի կվերացեն, այդպես ալ պետք է մենք մեր ոգին ցևավորենք եւ նաեւ մեր նկարակիրը այդ ոգին վրա գտնվող մեր նկարակիրը պետք է ցևավորենք եւ մեր աշխատելիք մեդալը հաստ է եւ անիկա ինչպես ասենք շատ պինդ է։ Մեր ոգին շատ պինդ է։ Պետք է աշխատենք անոր վրա, բայց անոր վրա աշխատելիք ուժը պետք է զորավոր լա, որպեսզի մեր ոգին ցավավորվի։ Ուրեմն աղոթքը Տեր Հիսուսի ուսուցումներուն համաձայն մեր ոգին ցավավորող ամենեն աստեցիկ ուժն է։ Անոր համար Տեր Հիսուս միշտ ուզեց, որ իր աշակերտները աղոթեն եւ չցանցրան։ Եվ ասոր վերապերյալ նաեւ ինքը արակներ պատմեց, իր պատմած արակներն մեկը ինչ է, այրիկի մգա եւ ինքը թաթմ ունի, բայց թադավորը Աստուծո մեջ չվախծո, մարդոց մեջ չամծո, թադավորն ունե, միայն գաշարով աշխատի, եւ այս այրիկին ալտրամ չունի։ Եվ շարունակ կերտա այս թադավորն, իրավունք ստես, եւ ի վերջո թադավորը, անարդար թադավորը, գցանցրանը եւ գսե որ, այո, ես Աստուծո մեջ եմ վախնար, մարդոց մեջ եմ ամճնար, բայց այս կինին ուզածը ունեմ, որպես շարունակ չի կա, եւ ինձի անանքից չնե։ Հիսուս գսե որ տեսակ անարդար թադավորը այս շարունակ եղած թիմումներուն չգցավ թիմանալ։ Իսկ արդար թադավորը Աստված ծեր աղոթներուն, ծեր աղաչանքներուն շուտով պիտի պատասխանեն, բայց դուք այս այրիկին գնոջպես պիտի լայ, շարունակ պետք է թիմեն։ Հիմա մարդը քարա կորզը, այսին քարդաշով մարդը գտիդը, մարդը մուրջով գզարն է, քարի, 100 անգամ գզարն է, և ոչ մեկ բան չլար, 101-րդ անգամ զարգազադենը քարը գճեղ կրում։
եւ մարդը կհետևցնե շիդագե 101-րդին ասիգա այդպես ջերկվեցավ, բայց 100 այդ առաջվան 100-ը շատ կարևոր է։ Հետևաբար ամեն ինչ, որ ուզեք որակ ստանա, պետք է պետք եղած չափով անոր վրա աշխատի։ Չեք կրնար շատ շուտով օտար լեզու սորել։ Չեք կրնար շատ շուտով պիանո նվագել սորել, չութակ նվագել սորել։ Չեք կրնար շուտով մարզանքի ցերմը սորել։ Չեք կրնար ռակետը առնել եւ մեկ թենիս սորել։ Քանի անգամ պետք է քնթագին պետք է զարնեք։ Քանի անգամ պետք է գոճակներն գողեք, որովհետեւ թաշնակը ցեզի իմանալի ցայներ տա։ Քանի անգամ նոր բարեր պետք է գրտնեք, որովհետեւ այդ լեզուն հաստատվի ցեր մեջ։ Ուրեմն լեզվակետները գսան, որ եթե օդար լեզուն սորվի եւ մեկ բար պիտի սորվի, այդ բարը անմոռանալի ցևով, որպես ցեր հիշողության մեջ հաստատվի, 70 անգամ պետք է անոր վրայեն անցնի։ Այսինքն ցեր աչքի 70 անգամ պետք է տեսնե, 70 անգամ պետք է լսե, ցեր ցերքի 70 անգամ գրե, այնադեն սերինը գտարնա։ Ուրեմն նույնը մեր հոգին սև դալու շարժում։ Պետք է աղոտները այնքան պետք է գրտնենք, որ սև ստանենք։ Հիմա քրեշտակները եւ որ ցեզի նային, կամ սատանաները ցեզի նային, եւ Աստված ցեզի նային, սև վրա խաչ կտեսնեն, խաչանշան կտեսնեն։ Ինչպես կազմվեցավ այդ խաչանշանը, ամեն առավոտ գելեք խաչանշան գնենք, ամեն ճիշեր կբարգիկ խաչանշան գնենք, եկեցի կար բատարակի ընթացքին 100 անգամ խաչ կհանենք, օրվան ընթացքին և որ ծեր միտքին կա խաչ կհանենք, այդ ծեր աթամանթը կփորե, ծեր գուտը, հետավապար ինչ որ կգրտնենք մենք հոգևոր ջանքին մեջ, հոգևոր թաշտը կցևավորը և պետք է այդ աչքով մենք դիտենք մեր աղոտները, մեր հոգին ցև կդար։ Հիմա ցեզը բան ու պիտի ասեմ, երբեք չեք լսած։ Աղոտքը մեզի համար միջոց մնա, չէ՞։ Այսինքն բան մահացնելու համար։ Աստվածին դուս լավն է, Աստվածս աղջիկս հիվանդ է, առողջացուց, Աստվածին քիչ մի տրամ ուղարկ է ինձ է, Աստվածին առողջություն դուր ինձ է, Աստվածին թշնամիան փրկե ինձ, մեր աղոտքը միջոց մնա ցերկ անցնելու համար։ Բայց ըստ Աստվածաշունչին աղոտքը նպատակ է, միջոց չէ։ Մարդը աղոտքյան ավելի բարձր ոչ մեկ բան չի գնալու։ Այսինքն քու արարիչիդ հետ գնստես և գխոսես։ Քու կյանքի նպատակը այս է։ Անգե ավելին չկա։ Մնացյալ ամեն ինչ մեր կյանքին, մեր ուտելը, խմելը, աշխատելը, տրամ հավաքելը, եկեղեցի գալը, եկեղեցի շինելը, այդ բոլորին նպատակը աղոտքն է։ Աղոտքան վեր, աղոտքան բարձր ուրիշ նպատակ չկա։ Երբ որ կաղոթես, արդեն այդ աղոտքին մեջ Աստված քեզ տվածները, դալիքները կտա, քու չսածները տալ գիտեն։ Անոր համար Իսուսը ասել նախ խնդրեցեք Աստծո արդարությունը եւ անոր արդարությունը մնացյալ ամեն ինչ ցեզի ավելի օբիդի դրվի, բայց նախ Աստծո արդարությունը մտածեցեք, որովհետեւ այդ է նպատակը։ Անգա անտին երթալիք բան չկա։ Մեր ուսածները ինչ են։ Աստվածին ինձ տրամբուր, ինձ առողջություն, ինձ քեզի աղոտքի մեջ բահելու համար են անում։ Անոնք նպատակ չեն։
Անոնք աղոթքին համար միջոց են։ Ինչպես որ մանուկին գսես, որ եթե թաս աշխատիս, քեզի բիսկլետ պիտի դառնեմ, հեծելանի պիտի դառնեմ, և ինքը հեծելանվի համար թաս կաշխատի։ Բայց հեծել անիվը պարզապես պատրվակ է, որպես անիկա թաս աշխատի։ Թուն նպատակը այդ է։ Հետևաբար Աստված ուզե, որ մենք աղոթել սորվենք և աղոթքը մեզի կսորվեցնե, այդ նպատակը պետք է մենք այդպես իրագործենք։ Այսինքն, մեր բոլոր ուզածները մեզի աղոթքին մեջ կբահեն։ Որքան զորավոր է մեր ուզածը, որքան պետք ունենք, այնքան շատ մենք կաղոթենք և այդպես շատ աղոթք կսորվենք։ Հիշե, քո ամենեն լավ աղոթքդ երբ եղած է, քո ամենեն շատ պետք ունեցած ժամանակդ։ Աստծո օգնության պետք ունեցած ժամանակդ։ Ոչ թե եկեցի մեջ եղած ժամանակը, վիրահատության պիտի մտնես, ամեյատ պիտի ուլաս, ուրեմն նարկոզ պիտի դան քեզի, և չես գիտեր ինչ պիտի ուլա, ամեն ինչ կրնա ալլա, այն ադեն է քո ամենեն զորավոր աղոթքդ։ Հիմա ինչ եղավ, թուն այդ միջոցով աղոթել սորվեցար։ Աստծո նպատակը քեզ աղոթել սորվեցնել։ Քո հոգիդ աշխատելու սկսի։ Քո հրեշտակի թևերը դուրս ելնեն և թուն ջախրես աստվածային երկինքի մեջ։ Ուրեմն այս է աղոթքի նպատակը։ Աղոթքի նպատակը Աստուծո երկինքի մեջ թուն կարողանաս թրջիլ հրեշտակներու պես։ Երբ որ Աստվածաշունչին գնայինք մենք, հրեշտակները և սուրբերուն կյանքը խոնդե Աստուծո աղոթելով գանցն։ Եվ այդ աղոթքը իրենց կյանքի նպատակն է, մենք այդ վիճակին պիտի հասնենք։ Խնդիրը այդ է, որ մենք աղոթքը սավես կգարձենք։ Մարդ մգա մեր թիմացը և անոր հետ կխոսենք, բայց երես չենք տեսներ։ Եվ արնելիքներ ունենք այնտեղ։ Չէ, աղոթքը այդ չէ։ Աղոթքին չգիտեք, Աստծո հետ կմիանա, Աստծո հետ կմիացնե քեզի և ինչ որ Աստծո մեջ կա, կամաց քո մեջդ անցնելու կսկսի։ Ինչպես որ մեդալը, կտալը, տակություն չունի, բայց երբ որ գրագին մեջ բռնես, կամաց այդ գրագի հատկությունները անոր վրա գանցնի, ինքն ալ գրագ կտա։ Հետևաբար Աստծո առջև կենալ, դիեզերքի արարիչին մեջ կենալ, այդ Աստուծո մեր ինչ որ գա, մեր հոգին վրա անցնի լսել է։ Հետևաբար ասկե ավելի շահապեր, ավելի օգտակար դեր և ժամանակ չկա։ Անոր համար պետք է աղոթել սորվին։ Sevgili kardeşlerim, kilise bu hafta dua üstüne düşünmemizi istiyor ve İsus duayla ilgili çok şeyler anlattı İncil'lerde, meseller de anlattı. Bu haftaki meselde Luka 18. bölümde vergi görevlisiyle Ferisinin duasının örnek verdi. Vergi toplayıcısı kendi zamanının en günahkar kişisi. Çünkü kendisi Romalıların hakimiyetinde olan İsrail'den Romalılar adına vergi toplayan kişi. Yani Romalılar fethettikleri yerlerde ellerini kirletmek istemiyorlardı. Halkla karşı karşıya gelmek istemiyorlardı. O halkın içinden vergi toplayıcıları vardı. Tefeciler vardı daha doğrusu. Onlarla işbirliği yapıyorlardı. Her bölgeyi pazarlıyorlardı. Diyelim ki Samatya bölgesi açık artırmaya çıkarıyorlardı. Diyorlardı ki Samatya bölgesinden bize yıllık
10 milyon lira vergi getirilecek. Önlerinde de 50 tane vergi toplayıcısı var. Pazarlığa çıkarlardı. Kim en çoğunu verirse birisi çıkardı ve derdi ki ben 13 milyon vereceğim. Tamam derlerdi. Samatya'dan vergi toplamak senin görevin ve hakkın. Şimdi bize bu 13 milyonu peşin ver. 13 milyonu peşin alırlardı. Ondan sonra kendi askerlerini verirlerdi bu tefecinin yanına. Ve bu da halktan vergiyi toplardı. Tabii kendisi de kâr edecek. 13 milyon değil, 25 milyon toplayacak belki. Belki 30 milyon toplayacak. Ve böylece zaten 13 milyon ağır bir vergi, kendisi kendi halkının üstünde daha çok vergi toplayacak. Halk bu adamı görüyor, bu Yahudi'yi görüyor. Kendisinden vergi alan bunu görüyor, Roma'yı görmüyor. Dolayısıyla en nefret edilen insanlar bu vergi toplayıcılarıydı ve en büyük günahkarlardı. Sokak kadınları ve vergi toplayıcıları aynı derecede ahlaksızdılar ve bu vergi toplayıcıları da korumalarla gezerlerdi. Şimdi bir de Ferisiler var. Ferisiler dini bir parti. Bunlar da en dindarları Yahudiler. En kutsal yaşayan kişileri, en sofuları, en fanatikleri, bütün yasayı böyle kılı kırk yarayacak bir şekilde yaşayan kişiler, attığın her adım günahtır diyen kişiler, ona göre yaşayan, ona göre ün yapmış, halkın kendilerini gördüklerinde alkışladığı kişiler. Şimdi kendi doğruluklarına güvenip başkalarına tepeden bakan bazı kişilere İsa şu benzetmeyi anlattı. Biri Ferisi, öbürü vergi görevlisi, 2 kişi dua etmek üzere tapınağa çıktı. Ferisi ayakta kendi kendine şöyle dua etti. Tanrım, öbür insanlara, soygunculara, hak yiyenlere, zina edenlere ya da şu vergi görevlisine benzemediğim için sana şükrederim. Haftada 2 gün oruç tutuyorum. Bütün kazancımın ondalığını veriyorum. Vergi görevlisi ise uzakta durdu. Gözlerini göğe kaldırmak bile istemiyordu. Ancak göğsünü döverek Tanrım ben günahkara merhamet et, ben günahkara merhamet et diyordu. İsa dedi size şunu söyleyeyim. Ferisi değil. Bu vergi görevlisi, bu adam aklanmış olarak evine döndü. Çünkü kendisini yücelten herkes alçaltılacak, kendini alçaltan ise yüceltilecektir. Şimdi o zaman Jesus'un duayla bize öğretmek istediği şey şu. Tanrı'nın önüne gittiğinizde kendi yüceliğinle, kendi yaptıklarınla duramazsın. Tanrı için senin yaptıklarının hiçbir önemi yok. Tanrı için önemli olan şey, onun önünde sen nasıl duruyorsun? Çünkü Tanrı yüreği ister. Tanrı'nın en nefret ettiği şey yüksek gözler ve yüksek yürektir. Çünkü biz yüreğimizi yükselttiğimizde şeytana benzeriz. Biz kendimizi alçalttığımızda Tanrı oğluna benzeriz. Tanrı'yla eşit olduğu halde onu bir fazlalık sanmadı, insan bedeni aldı, kendini alçalttı, ahırda doğdu. Bizim günahlarımız için haç ölümünü kabul etti. Bu Tanrı'nın oğlunun alçalması. Dolayısıyla biz kime benziyoruz? Tanrı buna bakar. Senin yaptığın iyiliklerin, Tanrı'ya yaptığın ibadetin ne anlamı olabilir ki? Bugün kaç mum yaktın? 500 tane mum yaksan ne olur? Tanrı'nın güneşi var. Güneşleri ve yıldızları var. Sen ne verdiğini zannediyorsun Tanrı'ya? 40 gün oruç mu tuttun? Ne verdin Tanrı'ya? Tanrı diyor ki yemek yerken benim için mi yiyorsun ki orucun benim için olsun? Ne verebiliriz? Şimdi bu
ferisini övünüyor. Diyor ki ben ondalığımı sana veriyorum. Kazancımın ondalığını. Haftada 2 gün oruç tutuyorum ben. Ben soyguncu değilim. Yalancı değilim. Ben örnek birisiyim. Ben bu vergi toplayıcısı gibi değilim. Şimdi bu dedikleri doğru olabilir. Bu dedikleri güzel olabilir. Bu dedikleri istenebilir şeyler olabilir. Ama bu şeyleri yaptığında yüreğinde yarattığı hareket. Onun için İsa insan yüreğinin gururlanmaya nasıl hazır olduğunu bildiği için ne diyor? Birisine yardım edeceğin zaman, sadaka vereceğin zaman sol elin, sağ elin ne yaptığını bilmesin, gizlide ver. Niye? Çünkü o iş seni gurura kaptırabilir. O iyi iş seni gurura kaptırdığında şeytanlaştın sen. İyiliğinle şeytanlaştın. Dua ettiğin zaman diyor, iç odana gir, gizlide olan babana dua et. O insanlar gibi gösteriş olsun diye dua etmesen. Onlar karşılıklarını aldılar. İstedikleri şey övgüydü, başkalarının övgüsüydü. Aldılar onu. Ama sen Tanrı'dan mükafat almak istiyorsan gizlice yüreğinde dua et. Yani İsus ne diyor? Dua gibi güzel bir şey seni şeytanlaştırabilir. Bu ferisiliği şeytanlaştırdığı gibi. Bir gariban gördüğünde yüreğinde hangi hareket oluşuyor? Yükseliyor musun? Kendini iyi mi görüyorsun? Bir fakir gördüğünde, bir sakat gördüğünde, çirkin birisini gördüğünde, şişko birini gördüğünde, bodur birini gördüğünde senin yüreğinde hangi hareket oluşuyor? Yükseliyor mu yüreğin? Ha diyorsun, ben iyiyim ondan. Sonra Tanrı'nın önüne gittiğinde Tanrı o yükselmiş, kibirli yüreği görüyor ve her kendini yükselten alçaltılacaktır. Her kendini alçaltan yükseltilecektir. O zaman Tanrı'nın önünde durmamızın en garantili yolu kendimizi hep günahkar hissedeceğiz. Pavlus'un dediği gibi diyor ki İsus günahkarları kurtarmaya geldi. O günahkarların en büyüğü benim. Bunu havari söylüyor. İsus'tan sonra Hristiyanlığın dünyaya yayılmasında en büyük katkısı olan havari söylüyor. Kendisi mucizeler yapma yeteneği var. Kendi vücudundan mendiller alırlardı, hastaların üstüne koyarlardı ve iyileşirdi. Bu adam diyor ki İsa günahkarları kurtarmaya geldi ve o günahkarların en büyüğü benim. Rol mü yapıyor bunu derken? Abartıyor mu? Hayır. Kilise tarihinin en büyük azizlerinden bir tanesi Aziz Antoine'dır. Ona geliyor birisi diyor ki bana bir öğüt ver. Nasıl yaşarsam, nasıl dua edersem başarılı olurum. Diyor ki aklını cehennemde tut ama ümitsizliğe kapılma. Anladın mı? Kendini her dua ettiğinde cehennemlik birisi olarak gör. Kurtulmuş, zaten cennette olan Jesus'un asker arkadaşı gibi görme. Kendini cehennemlik olarak gör. Çünkü layıksın sen ve gerçekten öylesin. Eğer Tanrı'nın lütfu olmazsa hepimiz cehennemliyiz. Sen kendini cehennemlik olarak gör ama umudunu kaybetme. Çünkü umut utandırmaz. Tanrı'ya koy umudunu. Kendi üzerine değil. Bu ferisili gibi kendi yaptıklarının üzerine değil. O zaman bir şekilde biz bu öğüdü alacağız. Sen de bu gece dua ettiğinde açını çıkaracaksın. Diyeceksin ki Tanrım bu cehennemlik kuluna merhamet et. Benden iyi bir şey çıkmaz. Ben zavallıyım. Başkalarının önünde deme ama Tanrı'nın önünde de ol. Tanrı sende alçak gönüllü bir yürek görsün. Bakın 51. mezmurda mezmur yazarı ne diyor?
Rab, çünkü sen kurbandan hoşlanmazsın, yoksa sunardım sana. Yakmalık sunudan hoşnut kalmazsın. Senin kabul ettiğin kurban, alçak gönüllü bir ruhtur. Alçak gönüllü ve pişman bir yüreği hor görmezsin ey Tanrı. Komedilerde en çok güldüğümüz şey nedir? Böyle gururlu bir adam yürürken birdenbire ayağa kayar ve düşer. Göbeğimizi tutarak güleriz ve hoşumuza da gider. Tanrı'nın da hoşuna gider. Şeytanın da hoşuna gider. Onun için gururlu olmak en tehlikeli yerde durmaktır. Ama düşmüş birini gördüğümüzde, düşmüş bir çocuk gördüğümüzde, ağlayan birini gördüğümüzde birdenbire içimizde şefkat duygusu oluşur. Ona yardım etmek isteriz. Gözyaşını silmek isteriz. İnsan Tanrı'nın benzeyişinde yarattı. Eğer biz böyleysek Tanrı bunun alası. Gururlu birini gördüğünde Tanrı'nın en büyük zevki onun düşmesini seyrediyor. Düşmüş birini gördüğünde en büyük zevki onu kaldırmak. Dolayısıyla düşmüş birine el vermek Tanrı'yla iş ortağı olmaktır. Tanrı'nın yapmak istediği şeyi siz yapıyorsunuz. Düşmüş bir kardeşinizi kaldırıyorsunuz. O zaman bir şekilde duamızın nasıl olması gerektiği konusunda İsus bize bunu öğretiyor. Çünkü gerçek büyüklük bizim karar verdiğimiz bir büyüklük değil. Tanrı'nın karar verdiği bir büyüklük. Şimdi burada vergi toplayıcısı niçin başını gökyüzüne kaldıramıyor? Çünkü yaptığının kötü olduğunu biliyor. Halkın kendisini sevmediğini ve niçin sevmediğini biliyor. Ama para tatlı. Ama Tanrı'ya da gitmek istiyor. Çünkü o işi yapabilmesi için akıllı adam olması lazım. Akıllı her insan öleceğini bilir. Dolayısıyla bu kazandığı paranın da gelip geçici olduğunu biliyor. En sonunda Allah'ın ellerine kalacağını biliyor. Allah'a da gitmek istiyor. O işten de vazgeçemiyor. Ve bir şekilde Tanrı'nın önünde duruyor ama bakamıyor ona. Günahkar. Ve sadece dediği, ben günahkarım, bana merhamet et. Nasıl merhamet edersin bilmiyorum. Benim gibi birine nasıl merhamet edersin? Benim için nasıl bir kurtuluş yolu düşünürsün? Bilmiyorum. Merhamet et bana. Sonra bu vergi toplayıcılardan birisi, gerçek bu hikaye, İsa'nın anlattığı bir kıyaslama. Ama böyle bir vergi toplayıcısı Zakkeus ismindeydi. Ve boyu da kısaydı. İsus kendi şehrine gelecekti. Ününü duymuştu. Onu görmek istiyordu. Bir ağaca tırmandı. Çünkü arkasını insanlara vermek istemiyordu. Birisi gelip bıçağı sokabilirdi. Hakkını yediği birisi. Ve ağacın üstünde İsus geliyor kalabalıkla. İsus'u görüyor. Büyük bir ihtimalle bu vergi toplayıcısı dua ediyordu hep. Yüzünü gökyüzüne kaldırmadan, ben günahkara merhamet et, merhamet et. Ve işte İsa geliyordu. İsa ağaca baktı. O hiç tanımadığı adamın ismini vererek dedi ki, Zakkeus dedi, bugün senin evinde konuk olmalıyım. Niye? Çünkü sen alçak gönüllüsün. Çünkü senin kalbindeki arzuyu gördüm ben. Benimle bir arada olmak istiyorsun. Benimle olmak istiyorsun. Senin bu alçak gönüllülüğün ve benimle olma arzun, ben hissettim, kokusunu aldım. Ben sevginin kokusunu alırım. Bugün senin evinde konuk olacağım. Ve İsus'u memnuniyetle kabul etti. Öteki vergi toplayıcısı arkadaşlarını çağırdı. İsus konuştu. İsus konuştukça bu adamın içinde bir şeyler değişti. Dedi ki, malımın yarısını fakirlere dağıtacağım. Ve her kim şikayeti varsa benden,
haksız yere bir şey almışsam 4 katını vereceğim ona. Ve İsus dedi ki bu eve kurtuluş geldi. Bu adama kurtuluş geldi. Yani göğsünü döverek ben günahkara merhamet et demesinin sonucu Rab merhamet etti ona. Ama bedavadan cenneti vererek değil, ona yanlışını göstererek, ona düzeltme yolunu göstererek, yeni bir insan olma yolunu göstererek. O zaman bir şekilde sevgili kardeşlerim, biz de bu alçak gönüllü duayı etmeliyiz. Rab merhamet et. Bunun hayırını ne? Derboğu. Kilisemizde en çok kullandığımız söz derboğu. Rab merhamet et. Yani bu vergi toplayıcısı bizim en büyük öğretmenimiz oluyor duada. Tanrı'nın kabul edeceği duayı bize gösteriyor, duayı öğretiyor. Ben günahkara merhamet et. Öyle ki bütün azizler bu vergi toplayıcısının öğrencisi oluyor. Onun için bizim Nerseşçin Orali, Süt Nerseşçin Orali Havadol Postovanimi yazdı. 24 kıta ve her duanın sonu nasıl bitiyor? Yevorniyako ararazos, seviniz pasmameniz. Bütün yarattıklarına ve ben gayet günahkara merhamet. Doğru dua budur. Doğru duayı biz bu şekilde öğreniyoruz. Çünkü her kendini yükselten alçaltılacaktır. Her kendini alçaltan yükseltilecektir. Bu evrensel bir kuraldır. Peki bizde olan iyi şeyleri nasıl değerlendireceğiz? Bizde gurur yaratmayacak şekilde değerlendireceğiz. Yaptığımız iyi işler bir de bizim vicdanımızı yatıştırır. Doğru davranış bizim vicdanımızı düzeltir. Vicdanımızın düzelmesi Tanrı'nın önündeki dualarımızı etkili kılar. Çünkü Hagopol Sarakya diyor ki dua ederseniz, dua edersek ve vicdanımız bizi suçlamazsa Tanrı'dan her istediğimizi alırız. Onun için İsus ne diyor? Tanrı'ya gittin, bağışlanma istiyorsun, beni affet diyorsun. Tanrı da diyor ki affetmek kolay mı? Sen bir affet bakalım sana karşı suç işlemiş olan. Sen onu affet. Ve o zaman göreceksin ki kolay değil öyle affetmek. Ama sen affedersen ben de affedeceğim. Sen affettiğinde vicdanın seni serbest bırakacak. Sen ondalığını verdiğinde vicdanın seni rahat bırakacak. Bu Ferise'nin dediği gibi haftada 2 gün oruç tutarsan vicdanın seni rahat bırakacak. Sen her gün dua eden birisi olursan vicdanın seni rahat bırakacak. Onun için elbette ki iyi insan olmaya çalışacağız biz kendi çapımızda, kendi ölçümüzde ama ona güvenmeyeceğiz biz. Biz Tanrı'nın merhametine güveneceğiz. Tanrı'dan merhamet uyandıracağız biz. Merhamet duygusunu uyandıracağız. O da Mezmur'un dediği gibi senin kabul ettiğin kurban alçak gönüllü bir ruhtur. Alçak gönüllü ve pişman bir yüreği hor görmezsin ey Tanrı. Böyle bir Tanrımız var. Onun zayıflığını kullanalım. Kendimizi acındıralım. Bunun da yolu gerçekten pişman olmak hatalarımızdan. Çünkü insanız, biz zayıfız. Bazen senelerce süren düzeltemediğimiz hatalarımız vardır. Ama alçak gönüllü bir şekilde bunları Tanrı'ya sunarsak, Tanrı bunları bir kurban olarak kabul ediyor. Hatalarımızı ve günahlarımızı. Onun için biz Tanrı'ya sadece iyi şeylerimizi sunmayız, günahlarımızı sunarız. Ve bazen günahlarımızı sunmamız, bizim iyiliklerimizi sunmamızdan daha etkilidir. Burada
vergi toplayıcısı günahlarını sunuyordu. Diyordu ki ben günahlarımla geldim sana. Ve o günahları bu adamı Tanrı'nın istediği kıvama getiriyordu. Evet sevgili kardeşlerim, Rab sizinle olsun, anlayışınız versin.